1936 թվականին, երբ Իսպանիայում հանրապետականները պարտվեցին և ամբողջ Իսպանիան անցավ ֆրանկոյանների տիրապետության տակ, ֆրանկոյանները ձերբակալեցին նշանավոր բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկային, որ այն ժամանակ 38 տարեկան էր, և ևս մի քանի հոգու հետ գնդակահարեցին։ Չնայած պատերազմական վիճակ էր, բայց դեպքը արտառոց էր այն առումով, որ Լորկան ընդգծված քաղաքական հայացքներ չի ունեցել։ Վարկածներից մեկը այն էր, որ Լորկան ունեցել է ոչ ավանդական սեռական կողմնորոշում։ Իսպանացիները այդ մասին լռում էին, քանի որ Լորկան նրանց հանճարն էր, կամ կասկածի տակ էին դնում այդ փաստը, բայց դրա մասին հուշեր է գրել իր ուսանողական ընկերներից մեկը, իսկ ամենահավաստի հուշերից մեկը գրել է Սալվադոր Դալին, աշխարհահռչակ նկարիչ, որը եղել է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ամենամտերիմ ընկերը։ Նրանք այնքան մտերիմ էին, որ մինչև այժմ Լորկայի մի քանի դիմապատկեր է մնացել, որը նկարել է Սալվադոր Դալին։ Դալին նույնիսկ իր հուշերում գրել է, որ նրա սեռական կողմնորոշումը կարող է դառնալ նրանց բաժանման պատճառ։